չի նրա դու միակ Աստվածն ես Տերի միայն Ասա թշնամու առաջ որ նա է քո միակ Աստվածը Ասա քո հակառակությունների առաջ, որ նա է քո միակ Աստվածը, ամենակարողը, զորավորը, հաղթողը, Եբրամակաթալարաբաշիա, Երերերերեյա, Սեյամակաթալարաբաշիա, դու միակն ես, դու միակն ես, միակ Աստվածն ես, Նորից ասա դու միակ Հալելույա Հալելույա ամեն քո ասելով Երիքովի պարիսպներ են քանդվում ամեն անգամ երբ որ բարձրացնում ես Տիրոջ անունը պատեր կան որ քանդվում են թշնամու պատեր կան որ քանդվում են Հալելույա Եբրամակաթալարաբաշեյա Սորիա բերերերերեյա Առաջնորդում ես Աստվածն ես Տերի Հալելույա Հալելույա դու ես որ ինձ տանում ես քո խաղաղ ջրերի մոտ միակ Աստվածն ես Հալելույա Որեբեկեթելերերեյա դու ես որ մահվան շուքի մեջ ինձ հետ ես Ելամաթերերեյա շեկերևասա դու ես իմ միակ Աստվածը դու ես որ նորոգում ու բժշկում ես ինձ դու ես որ սեղան ես պատրաստում թշնամիների առաջ ինձ համար Տեր Նա քո հետ է, նա քո մեջ է Հալելույա, հալելույա, հալելույա Եվ նա ուզում է ավելի ճանաչես իրան Նա ուզում է ավելիով քեզ ցույց տա իր քաղցրությունը, իր մեծությունը իր սերը, իր ողորմությունը քո հանդեպ, քո կյանքի մեջ Հալելույա, շեկերերերե Սիրալամասինդերերեյա Ռեպեկեթելերամաշինդերերեյա Հալելույա Սիրելիս խմիր հիմա, խմիր Տիրոջ ջրերից Սա են պահնա, որ դու պիտի խմես ուղակի Խմիր Տիրոջ ջրերից, բաց սիրտդ, ասա Տիրոջը Տեր լցրու ինձ, Տեր քո ջրերով, Տեր քո ներկայությունով Օ լիցքավորիր ինձ երկնքով Տեր Լիցքավորիր ինձ երկնքի մթնոլորտով Տեր Լիցքավորիր ինձ քո սիրով Տեր իմ Աստված Լցրու Տեր իմ Աստված Հալելույա Եբրամակաթալարամաշեյա Ուրապակաթարաբասայա Սուրբ է Սուրբ
քեզա բարձանում Տեր ամբողջ այս երկրպագությունը Տեր ամբողջ այս երկրպագությունը Տեր սրտերի աղոթքը Տեր քո առջևը Հայր հալելույա եւ մենք որպես զավակներ Տեր համարձակ եկել են քո գահի առաջ այն գահը որը շնորհքի գահ է անվանված այն գահը որ դատապարտության գահ չի քո գահը Տեր իմ Աստված դատապարտության գահ չի քո գահը շնորհքի գահ է որտեղից որ դու շնորհք եւ ողորմություն ես ցուցաբերում ամեն մոտեցողին Տեր հալելույա եւ մենք որպես որդիներ ուզում ենք Տեր համարձակ գալ քո առաջ համարձակ գալ քո ներկայության մեջ որպեսզի քեզանից շնորհք եւ ողորմություն ընդունենք օ հալելույա Քերամակաթալարաբաշիա Սուրբ ես դու Տեր 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 օ մեծարում ենք քո անունը մեծարում ենք քեզ Տեր այո մենք քո ներկայությունն ենք ուզում Տեր քո ներկայությունը Տեր որի մեջ կան հրաշքներ որի մեջ կան բժշկություններ որի մեջ կա փոխված կյանքեր որի մեջ կա ազատագրություններ քո ներկայությունը Տեր քո օծությունը Տեր որ կոտրում է ամեն լույս հալելույա Հորապակաթարաբաբայա Շեբրամակաթալարաբայա քո լցվի Տիրոջով թույլ տուր որ Տիրոջ ջրերը քեզ ողողեն ամբողջությամբ թույլ տուր որ Սուրբ Հոգու գինին քեզ հարբեցնի հալելույա Քերամակալարաբաշիա Ռեքելեմասանտո հալելույա Հորեբաբաբաշեպակաթալարաբասայա հալելույա 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 Տիրոջ ներկայությունը այն տապանն է որը քեզ բարձրացնում է ջրերի վրա Սիրելիս անգամ երբ որ ջրերը գալիս են քեզ խորտակելու Նոյի ժամանակով ջրերը եկան եւ շատերին խորտակեցին բայց Նոյը տապանի մեջ էր եւ տապանը բարձրացրեց իրան ջրերի վրա մտիր Աստծո ներկայության մեջ որը քո տապանն է եւ այդ տապանը ներկայությունը քեզ կբարձրացնի բոլոր ջրերի վրա ամեն ջրերը որ գալիս են քեզ խորտակեն վնասեն քեզ ճնշեն մտիր Աստծո ներկայության մեջ եւ դա քեզ կբարձրացնի ավելի վեր քո բոլոր խնդիրներից, կարիքներից հալելույա Եբրամակաթալարաբաշիա Սուրբ Հոգի Սուրբ Հոգի Սուրբ Հոգի դու հպվում ես հիմա 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 Հալելույա, 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 Տիրոջ հոգին հպվում է շատերին, Տիրոջ հոգին հպվում է շատերին, Տիրոջ հոգին հպվում է շատերին, Հիսուս Քրիստոսի անունով, Տիրոջ հոգին հպվում է շատերին, հալելույա, 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 ուղղակի քեզ պետք է խմել, ուրիշ ոչ մի բան պետք չի անես, ուղղակի ընդունի, խմի, վերցրու այդ ջրերը, Վերցրու այդ ջրերը, վերցրու Տիրոջից, վերցրու Աստծո խոսքը ասում է բերանդ բաց ես կլցնեմ, սիրտդ բաց ես կլցնեմ, սիրտդ բաց եւ կմտնեմ, հալելույա, ուղղակի բացվի հիմա Աստծո համար, բացվի նրա ներկայության համար, բացվի նրա ներկայության համար, լցվի Տիրոջով, լցվի Աստծով, լցվի նրա ներկայություն այստեղ, Տիրոջ փառք այստեղ, Տիրոջ փառք այստեղ, Տիրոջ փառք այստեղ, Տիրոջ փառք այստեղ, Աստված նոր բան է սկսում շատերի կյանքի մեջ, շատերի հոգևոր կյանքի մեջ, Աստված նոր բան է սկսում,
նոր մակարդակ, նոր փոխհարաբերություն, նոր հոգևոր կյանքի բարձր որակ ավելի։ Հալելույա, ավելի մտերիմ։ Հալելույա։ Մենք աղոթում ենք արթնության համար, մենք աղոթում ենք Տիրոջ փառքը ավելի տեսնելու համար եւ ուզում եմ ասեմ մի բան, ոչ թե միայն մենք ենք աղոթում, սիրելիներ։ Ես ընդհանրապես հետևում եմ ինչքանով որ հասցնում եմ, ինչքանով որ կարում եմ Ֆրանսիայում, Եվրոպայում, Ամերիկայում տարբեր եկեղեցիների, հա, այսպես որոնք որ առողջ ծառայություն ունեն, առողջ խոսք ունեն, փորձում եմ ինչ-որ չափով հետևել եւ շատ տեղերում, շատ տարբեր եկեղեցիներում այստեղ կա այսօր այս ժամանակների մեջ, այս սեզոնի մեջ կարծես հոգևոր այս սեզոնի նկատի ունեմ, այս ժամանակահատվածի մեջ շատ տեղեր այսպես կա աղաղակ կարծես արթնության համար, արթնության աղաղակ կա շատ տեղերում եւ նույնպես շատ տեղերում այդ արթնության անձրևների առաջին կաթիլները կան, շատերը վկայում են եւ դրա համար ուզում եմ ասեմ, որ այն ինչ որ Սուրբ Հոգին անում է, դա այսպես ավելի լայն մասշտաբային բան է, որովհետեւ Աստծո խոսքը ասում է, որ վերջին օրերում իմ անձրևները պիտի թափեմ, վերջին օրերում իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա, վերջին անձրևը ավելի հորդառատ պիտի լինի, վերջի տան փառքը ավելի մեծ պիտի լինի եւ ես հավատում եմ շատերը խոսում են կամ շատ անգամ մենք այսպես մտածում ենք, ավելի քննարկում ենք այն բոլոր նեղությունները, որ պիտի լինեն Տիրոջ գալուստից առաջ կամ հափշտակությունից հետո, դա էլ ճիշտ ձևով չգիտենք առաջ է թե հետո է, բայց ավելի շատ կենտրոնանում ենք փորձությունների, դժվարությունների, այն արհավիրքների վրա, որ գալու է երկրի վրա, բայց միգուցե այդ ամեն ինչը գալու է, բայց գիտես կա մեր համար ավելի ուրիշ կարևոր բան կա։ Տերը նաև խոստացել է արթնություն վերջին օրերում, եւ մենք ավելի շատ պետք է կենտրոնանանք այդ արթնության վրա։ Գիտեք ինչ է արթնությունը, երբ որ մարդիկ մասսայական ապաշխարում են, դարձի են գալիս, երբ որ Տիրոջ զորությունը կա շատերին բժշկելու, ազատագրելու, երբ որ վերականգնվում են ընտանիքներ, երբ որ անբուժելի հիվանդներ են բժշկվում, հա, երբ որ այսպես անհուսության մեջ լինող մարդիկ, կախվածությունների, ծայրահեղ կախվածությունների մեջ լինող մարդիկ են ապաշխարում եւ մարդիկ, որոնց որ նայելով միգուցե կասես այս մարդը շատ հեռու է Աստծուց, երբեք չի կարող Աստծուն ճանաչի, բայց մեկ էլ տեսնում ես, որ նա սկսում է երկրպագել Աստծուն, Աստծո տան մեջ, այս բոլորը արթնության նշաններն է, երբ որ ասում ենք արթնություն, նկատի ունենք սա։ Եվ երբ որ հավատացյալները նույնպես արթնություն նշանակում է սա, երբ որ հավատացյալները ոչ թե միայն կիրակնորյա եկեղեցի եկող եւ քարոզ լսողներ են, այլ ամեն հավատացյալ իր ամբողջ շաբաթը ապրում է լինելով Տիրոջ լույսը, Տիրոջ աղը եւ Տիրոջ փառքը տարածող մեկը, ամեն, որովհետեւ Տերը մեզ կանչել է կենթանի եկեղեցի լինելու։ Աստված մեզ կանչել է կենթանի ժողովուրդ լինելու։ Եվ իմ մեջ նույնպես այս վերջի 1 տարի կամ 2 տարի կլինի ավելի սենց այս միտքը, այս զգացողությունը ավելի կարծես իմ մեջ հասունացել է այսպես եւ իմ ներսում ինձ հանգիստ չի տալիս հենց այս միտքը, գիտեք ինչը, որ եկեղեցին ես մի քիչ ավելի գլոբալ եմ նայում, երբ որ ասում եմ եկեղեցի, շատ անգամ նկատի չունեմ միայն մեր եկեղեցին, ընդհանրապես նկատի ունեմ Քրիստոսի մարմինը, Աստծո ժողովուրդը։ Եվ երբ որ այսպես նայում եմ, գիտես, տասնամյակներ, թեկուզ վերջին տասնամյակները, եկեղեցին կենտրոնացավ, որպիսի շատ գիտություն, շատ հայտնություններ, շատ գիտելիքներ ունենա, եւ իհարկե որ սա պետք է, սա կարեւոր է, որովհետեւ Աստծո խոսքը ասում է, որ գիտություն չունենալու պատճառով իմ ժողովուրդը մոլորվում է, եւ շատ կարեւոր է գիտություն ունենալը, շատ կարեւոր է հայտնություններ ունենալը, շատ կարեւոր է շատ տարբեր բաներ իմանալը, էսի լավ է, բարի է, բայց մյուս կողմից էլ եկեղեցին եկավ մի ծայրահեղության, որ հիմա ունի շատ գիտություն, բայց կարծես չունի գործեր, չունի այդ կենթանի կյանքը,
չունի այդ ամենօրյա Քրիստոսի աշակերտ լինելը, չունի այդ աղ եւ լույս լինելը, չունի այդ Աստծո փառքը տարածելը։ Մենք բոլորս դարձել ենք գիտուններ եւ բոլոր աստվածաբանական թեմաներից լավ տեղյակ ենք ու իրար սովորացնում ենք, իրար բացատրում ենք, իրար հետ քննարկում ենք, իրար հետ վիճում ենք երբեմն, բայց գիտես, ես հասկանում եմ մի բան, որ Աստված ավելի շատ ուզում է, որպեսզի եկեղեցին լինի կենթանի ապրող եկեղեցի։ Ամեն։ Երբ որ նայում ենք Գործ Առաքելոցը, սիրելիներ, ես հասկացա մի բան, որ այդ ժամանակ առաջի այդ հավատացյալները, որոնք որ ապաշխարեցին, նրանցից շատերը անգրագետ էին, անգամ գրել կարդալ չգիտեին։ Գիտես, նրանցից շատերը մեր այստեղ բոլորիս իմացածից երևի մի տոկոս, 2% գիտեին Աստծո մասին։ Մանավանդ հեթանոսները, հեթանոսական աշխարհը, միգուցե հրյաները, հրյա ապաշխարածները առաջի դարի մի քիչ ավելի շատ բան գիտեին, որովհետև պապենական եկել էր 5 կտականի պատմությունները, բայց հեթանոս աշխարհը երբ որ ապաշխարեց, շատերը ոչինչ չգիտեին, մենակ գիտեին, որ Հիսուս Աստծո որդին է, որ խաչվել է, երրորդ օրը հարություն առել, որ ուղարկել է իր Սուրբ Հոգին եւ մենք լցվում ենք Աստծո զորությունով։ Նրանք մի քանի նման բաներ գիտեին եւ գիտես ինչ եղավ, ամբողջ աշխարհով ցույց էին տալիս Աստծո փառքը։ Այսօր մենք գիտենք շատ բաներ, ամեն մեկիս տներում կան մի քանի հատ աստվածաշունչեր, տարբեր թարգմանություններ, այստեղ շատերս ավարտել ենք աստվածաշնչյան դպրոցներ, սեմինարներ եւ այսպես տարբեր բաներ խորացված գիտենք, ուսումնասիրել ենք, բայց շատ անգամ այդ կյանքը պակասում է մեր ներսում։ Սուրբ Հոգու զորության կյանքն է պակասում մեզ այսօր։ Ամեն։ Գիտես, Գործ Առաքելոցում կամ իտեղ, կարծեմ Անտիոքում, Անտիոքի եկեղեցում գրված, ասում է այնտեղ կային մարգարեներ եւ վարդապետներ։ Եկեղեցում կային մարգարեներ եւ վարդապետներ։ Վարդապետները դա խոսքի գիտությունն է, ուսմունքն է, մարգարեները դա Աստծո զորությունն է, դա Սուրբ Հոգու կյանքն է, հոգու շարժն է եւ շատ կարեւոր է որ եկեղեցում այս երկուսը լինեն։ Գիտես, կարեւոր է որ եկեղեցում լինի ուսմունքը եւ խոսքի առատությունը, բայց շատ կարեւոր է նույնպես որ եկեղեցին ունենա Սուրբ Հոգու զորությունը, մարգարեականը, Սուրբ Հոգու շարժը, հոգու լեցունությունը, հոգու կրակը, երկնքից զորություն կառնեք եւ իմ վկաները կլինեք։ Ամեն։ Երբ որ ասում ենք իմ վկաները, Եհովայի վկաների հետ կապ չունի, Հիսուսն ասեց իմ վկաները կլինեք։ Երկնքից զորություն կստանաք եւ Հիսուսն ասեց իմ վկաները կլինեք։ Հալելույա։ Եվ գիտես այդ զորություն բառը, որ գրվել է հունարենում, դինամիս բառն է, որը որ հետո տվել է դինամիտ կամ բոմբ բառը, հիմա որ օգտագործում են զենքերի, ռումբերի մեջ այդ բառը, Հիսուսը հենց այդ բառն է օգտագործում, այսինքն հունարեն բնագրի մեջ գրված է երկնքից դինամիս կառնեք եւ իմ վկաները, երկնքից զորություն կառնեք, երկնքից մի հատ ինչ որ մեծ պայթուցիկ, շատ հզոր մի բան կգա ձեր կյանքի մեջ։ Հալելույա։ Այսօր ուզում եմ խոսամ մի թեմա, որ ուրբաթ օրը ստացա աղոթքաժողովին, այսպես եկավ այդ միտքը, վերնագիրը, պատգամը սրտիս մեջ, իհարկե չեմ հասցրել պատրաստեմ, որովհետև երեք շատ ուշ եկանք եւ ժամանակ չունեցա պատրաստելու, բայց վստահ եմ, որ Սուրբ Հոգին կառաջնորդի եւ այն ինչ որ սրտումս կա, կկարողանամ փոխանցեմ։ Եվ գիտես, վերնագիրը այսպես եմ անվանել, այս վերնագիրը, այսինքն որ եկավ, սա էր սերմը տվեք ցանողին։ Սերմը տվեք ցանողին։ Եվ ուզում եմ կարդանք միտեղ Երկրորդ Կորինթացիս 9-րդ գլուխ 10-րդ խոսքը։ Հալելույա։ Սիրելիս, Աստված ավելի շատ բան է պատրաստել քո կյանքի մեջ, քան որ դու տեսել ես ու պատկերացնում ես։ Ամեն։ Երկրորդ Կորինթացիս կներեք 9:10։
ինչպես գրված է, փրեց, աղքատներին տվեց, նրա արդարությունը մնում է հավիտյան, բայց նա որ սերմ ցանողին սերմ է պարգևում եւ հաց կերակրի համար, նա կպարգևի եւ կշատացնի ձեր սերմունքը եւ կաճեցնի ձեր արդարության պտուղը, բայց նա որ սերմ ցանողին սերմ է պարգևում եւ հաց կերակրի համար։ Աստված սերմը տալիս է ցանողին։ Գիտես, ես շատ խոսել եմ այստեղ Աստծո թագավորության գործելավոճի մասին, Աստծո թագավորության կանոնների, օրենքների մասին։ Աստված իր թագավորության մեջ ունի օրենքներ, ինչպես որ ցանկացած երկրային թագավորություն կամ պետություն ունի իր ներսում օրենքները, որ այդ օրենքները աշխատում են, հա, եթե դու ինչ բանը անես, քո համար լավ կլինի, եթե դու ինչ բանը անես, միգուցե ինչ-որ բաներից կզրկվես, Աստծո թագավորության մեջ նույնպես կան օրենքներ։ Եվ մենք շատ խոսացել ենք այդ սկզբունքների մասին, եւ սկզբունքներից մեկը սա է, Աստված ասում է, որ Աստծո խոսքն ասում է, նա սերմ է տալիս, սերմ ցանողին։ Գիտեք, շատ անգամ Սուրբ Հոգու շարժը, Սուրբ Հոգու զորությունը, Սուրբ Հոգու պարգևները մենք ուզում ենք տեսնենք մեր կյանքերի մեջ։ Հա, ես վստահ եմ, որ ամեն վերստին ծնված մարդ, ամեն Հիսուսին ընդունած մարդ ուզում է իր մեջ, իր ներսում, իր կյանքի մեջ տեսնի ավելի շատ Սուրբ Հոգու առաջնորդությունը, ուզում է ավելի շատ լսի Աստծո ձայնը, հասկանա Աստծո ճանապարհները, հասկանա Աստծո կամքը, ուզում է ավելի շատ տեսնի Աստծո առաջնորդությունը իր կյանքի մեջ, Սուրբ Հոգու պարգևները իր կյանքի մեջ, եւ այս ամենը շատ նորմալ է, որովհետեւ մենք ծնվել ենք վերից, վերստին ծնվել ենք, հա, Աստծո Հոգուց ծնվել ենք, եւ այդ քո նոր ծնված հոգին քո ներսում ուզում է նմանվի հորը, ուզում է նմանվի երկնային հորը։ Բայց գիտես, շատ անգամներ մենք չենք գիտակցում, որ այդ ամեն ինչը որ մենք ուզում ենք, ակտիվանում է եւ տրվում է այն ժամանակ, երբ որ մենք սկսում ենք շարժվել, երբ որ մենք սկսում ենք գործել, երբ որ մենք սկսում ենք ինչ-որ բան անել։ Շատ անգամներ մենք ուզում ենք ինչ-որ մի իրադարձություն լինի, մենք ստանանք Աստծո զորությունը, մենք ստանանք ինչ-որ պարգև, մենք ստանանք ինչ-որ կոչում, նոր սկսենք անել, նոր սկսենք շարժվել։ Բայց Աստծո խոսքը ասում է, որ սերմը տրվում է ցանողին։ Սերմը, Աստված սերմ է տալիս ցանողին։ Եվ շատ անգամներ, երբ որ դու ուզում ես Աստված քեզ սերմ տա, դու պիտի սկսես նախ եւ առաջ ցանել, հիմա կասես որտեղից ցանեմ, եթե սերմ չկա իմ ձեռքում։ Սիրելիս, քո ձեռքում միշտ սերմ կա։ Շատ անգամ դու չես տեսնում, դու չես նկատում, դու միգուցե անարգում ես, որովհետև դա փոքր է թվում քո աչքերին, ինչպես որ Հիսուսը, երբ որ 5000 հոգու պետքա կերակրեին, աշակերտներին ասեց դուք կերակրեք եւ աշակերտները զարմացան, ասին, ես ինչ absurd բաներ ես խոսում, մեր մոտ ընդամենը 2 ձուկ կա եւ 5 հաց։ Ոնց կարանք 5000-ից ավել մարդու կերակրել, բայց Հիսուսն ասեց դուք սկսեք, դուք բերեք եւ տվեք ինձ դա եւ դուք սկսեք ինչ-որ քայլ արեք եւ մնացածը թողեք ինձ վրա։ Ես ձեր ձեռքերի մեջ կբազմացնեմ այդ ամենը։ Ձեր կողովներից կգնաք եւ կհանեք կտակ մարդկանց, երբ որ ձեռքը կտանես նորից կողովը, կտեսնես, որ ավելացել է։ Եվ ամեն անգամ ձեռքդ կողովը տանելուց դու կտեսնես, որ ավելացել է, որովհետև Աստված սերմ է տալիս ցանողին, սիրելիս։ Շատ անգամ մենք սպասում ենք, երբեմն տարիներով, երբեմն շատ երկար սպասում ենք, որ ինչ որ բան տեղի ունենա, նոր մենք սկսենք շարժվել Աստծո համար, նոր մենք սկսենք գործել Աստծո համար։ Գիտես, երբ որ դու ուզում ես ինչ-որ մեքենայի շարժիչը, հզորությունը տեսնես, դու պետքա դուրս գաս մայրուղի նրանով, հա, որպեսզի դու այդ մեքենայի զորությունը տեսնես, կանգնած վիճակում դու երբեք չես հասկանա ինչ զորություն ունի այդ մեքենան։ Եվ նույն կերպով, եթե դու ուզում ես Աստծո փառքը տեսնես, Սուրբ Հոգու զորությունը քո մեջ տեսնես, դու պետքա սկսես շարժվել, դու պետքա սկսես ինչ-որ բաներ անել։
Ամեն։ Հալելույա։ Մեր այստեղ շատերը, չգիտեմ, շատերը չեմ ասի, բայց կան մարդիկ օրինակ, որ բարձր ձայնով կաշկանդվում են աղոթել, ամաչում են կամ ինչ որ մի բան ասես բլոկ անում, հա։ Հասարակ օրինակ եմ բերում։ Մեր Գևոր աղբերը այս ուրբաթ օրը, այս աղոթքաժողովին, իհարկե աղոթում էր բարձրաձայն։ Գևոր ջան չեմ ասել, որ ասելու եմ, կներես, բայց հիմա մտքիս եկավ։ Ուրեմն բարձրաձայն ժամանակ առ ժամանակ աղոթում էր, բայց մի քիչ սենց ընկճված ձևով էր էլի։ Ու չգիտեմ, այս վերջի ժամանակները խոսացինք էլի այդ թեմայով։ Այս ուրբաթ օրը սկսեց աղոթել ու զգացի, որ ընենց Սուրբ Հոգին լցնում է իրան։ Երևի, չգիտեմ, այս վերևի հարկի սևերը լսում էին Գևոր աղբոր ձենը։ Եվ հետո ինքը աղոթքը ավարտեց ու ընենց հայտնություններ էր ստացել, բաներ էր պատմում, կիսվում։ Ու գիտես, տեսնում էի մի բան, որ այո, երբ որ դու սկսում ես շարժվել, Սուրբ Հոգին լցնում է։ Երբ որ դու քայլեր ես անում, երբ որ սկսում ես սերմերը ցանել, Աստված տալիս է սերմը ցանողին։ Գիտես, երբեք, երբ որ մի մարդ պատերազմի չի գնում, ոչ ոք չի գա նրան սպառազինություն տա, հագուստ տա այդ պատերազմի, հա, այդ բրոնեժիլետը տա, զենքեր տա իր ձեռքը։ Երբ են տալի, երբ որ մարդը գնում է պատերազմի։ Երբ որ ուզում ես Աստված իր սպառազինությունը, իր զենքերը, իր օրհնությունները տաքես, դու պետք է սկսես շարժվել։ Երբ որ ուզում ես Աստված ինչ-որ բաներ վստահի քեզ, դու պետք է սկսես շարժվել։ Ամեն։ Շատ կարևոր է այս ամենը, եւ մենք ուղղակի սա Աստծո թագավորության օրենքներից է, սկզբունքներից է։ Եկեք մի ուրիշ տեղ կարդանք։ Մատթեոս ավետարան 25-29 Մատթեոս 25-29 Սա այն արծաթների առակն է, որ ինչ որ մի մարդ տվեց իր ծառաներին, հա, քանքարները կամ արծաթները, որ տվեց մեկին 10 հատ տվեց, մեկին 5 հատ, մեկին 1 հատ, հետո գնաց ինչ որ ժամանակով մի տեղ, հետո վերադարձավ, նրանցից հաշիվ պահանջեց, այն 10 հատ ունեցողը ավելացրել էր, ասեց 10-ի վրա 10-ն եմ ավելացրել, 5 հատ ունեցողը ասեց ես էլ եմ ավելացրել, եւ այն 1 հատ ունեցողը եկավ ու ասեց Տեր, ես ոչ մի բան չարեցի, որովհետեւ վախում էի, որ այս 1 հատն էլ կորցնեի, ես տարա էսի պահեցի, հիմա ան քո մի հատը տալիս եմ քեզ, վերադարձնում եմ ու մտածում էր, որ Տերը իրան կգովի, որ այդ Տերը կասի շատ լավ ես արել, որ չես կորցրել, գոնե այս մի հատը կարացել ես պահես, այն ինչ որ քեզ տվեցի պահեցիր, բայց գիտես Տերը բարկանում է նրա վրա եւ ասում է անիմաստ է եղել քո պահելը, որովհետեւ ես քեզ տվել էի, որ դու դա բազմացնեիր, գործի դնեիր, ինչ որ բան անեիր դրանով։ Եվ քանի որ դու չուզեցիր ինչ որ բան դրանով անես, եկեք կարդանք 29 խոսքը։ Որովհետև կամ 28-ից արդ առեք դրանից քանքարը եւ տվեք 10 քանքար ունեցողին, որովհետև ամեն ով որ ունի նրան կտրվի եւ կավելանա, բայց նա որ չունի նրանից այն ունեցածն էլ վեր կառնվի։ Հետաքրքիր է, մի տեսակ առաջին հայացքից անարդար է թվում այս ամեն ինչը, հա։ Տերը գալիս է եւ ասում է վերցրեք այդ մեկն էլ, տվեք նրան ով որ 10 ունի։ Մի տեսակ անարդարություն կա սրա մեջ։ Ինչի համար այդ խեղճ ու կրակից այդ մի հատն էլ պիտի վերցվի եւ տրվի նրան ով որ 10 հատ ունի։ Եվ այնտեղ շարունակում է եւ ասում է ամենը ով որ ունի նրան կավելացվի, բայց նա որ չունի այդ ունեցածն էլ կվերցվի նրանից։ Այստեղ մի տեսակ զարմանալի բան է, չէ՞ ասում, եւ Հիսուսն է այս խոսքերը պատմում է Սառակը։ Զարմանալի բան է, ընդհանրապես Հիսուսն ասում էր, երբ որ երկու հագուստ ունես, մեկը տուր մեկին, երբ որ մի բան քեզանից մի բան ուզեն, երկու անգամ ավելը հանի տուր, հա։ Այսինքն Հիսուսը միշտ
ողորմություն էր սովորեցնում, դիմացինի խեղճին, հա, տկարին, կարիքավորին օգնել էր սովորացնում, տեր կանգնել էր սովորացնում, կիսվել էր սովորացնում, քո շատից վերցրու եւ տուր քիչ ունեցողին, բայց այստեղ ճիշտ հակառակ բանն է ասում։ Նա որ քիչ ուներ, այդ մեկն էլ նրանից վերցվի եւ տրվի նրան, ով որ շատ ուներ։ Կարծես Հիսուսի խոսքերը իրար չի բռնում, ստեղ հակասում է, բայց իրականում սա լրիվ ուրիշ բան էր ուզում Տերը մեզ սովորեցնի։ Խոսքը գնում է հենց Աստծո պարգևների, Տիրոջ զորության, Տիրոջ կարողության եւ այս բաների մասին, սիրելիներ։ Շատ անգամ Աստված մեզ տալիս է բաներ, Աստված մեր կյանքերում դնում է բաներ, պարգևներ, կարողություն, հնարավորություններ, բայց մենք դա գործի չենք դնում, որովհետև միգուցե սպասում ենք ավելի ինչ որ գերբնականի։ Հա? Շատ ժամանակ մենք կարող ենք մտածել ու ասել, թող Տերը ինձ բժշկության պարգև տա, չգիտեմ, Միքայել հրեշտակապետը երազից գա ասի, ով իմ զավակ, Տերը քեզ բժշկության պարգև ա տալիս, կամ մի օր եկեղեցում սենց աղոթելու ժամանակ տեսիլք տեսնեմ, Տերը տենց մի հատ բան ասի, ու ես սկսեմ աղոթեմ, ես բժշկության ծառայություն սկսեմ, մարդկանց համար աղոթեմ, կամ չգիտեմ, հազար ու մի բան կարանք մտածենք, որ թող Տերը ինձ միլիոնատեր դարձնի եւ ես սկսեմ օգնել մարդկանց, բարեգործություններ անեմ, որփատներ, ծերանոցներ, կարիքավորներ, սկսեմ օգնել, հա, մենք միշտ մտածում ենք թող ինչ որ գերբնական բան մեզ հետ կատարվի եւ այդ ժամանակ մենք սկսենք անել ինչ որ բաներ Աստծո համար, ծառայել Տիրոջը։ Բայց գիտես, սա բացարձակ սխալ միտք է եւ սխալ հասկացողություն է։ Սա նույնն էր, ինչ որ մտածել էր այդ մի արծաթ ունեցողը, մի քանքար ունեցողը, միգուցե նա վախեցել էր դրանով ինչ որ բան աներ եւ ասում էլա, որ վախեցա, որտեղ վախեցա, որ կորցնեմ։ Միգուցե նա նայելով են 10 կամ 5 ունեցողին մտածեց, որ իմ շանսերը շատ քիչ են ինչ որ բան անելու եւ ավելի լավ է ոչ մի բան չանեմ, պահեմ, սպասեմ, միգուցե հաջորդ գալուց ինձ էլ այս մեկի վրա Տերը մի 5-ն էլ 10-ն էլ կավելացնի, նոր կսկսեմ ինչ որ բան անեմ։ Աստված սերմը տալիս է սերմ ցանողին։ Հալելույա, սա հրաշալի է։ Գիտես, Աստծո գործելավոճը շատ ժամանակ մեզ համար տարօրինակ է։ Շատ ժամանակ մեր մտքին, մեր հասկացողությանը չի բռնում։ Դրա համար առակած գիրքը ասում է մի վստահիր քո հասկացողությանը, այլ ամբողջ մտքով Աստծուն ապավինիր։ Ամեն։ Հալելույա։ Սաղմոս 81-ը 10-րդ խոսքում ասում է բաց բերանդ եւ ես կլցնեմ։ Երբ է Տերը լցնում, երբ որ դու բացում ես բերանդ։ Հալելույա։ Երբ որ ես երեք եկա ուշեր արդեն հոգնած էի, փորձեցի պատրաստվեմ, զգացի, որ էլ ֆիզիկապես չեմ կարող, այսօր առավոտը փորձեցի ինչ-որ մի քանի բան նայեմ, զգացի, որ չի ստացվում, հետո ասեցի, հենց դրա մասին էլ քարոզելու եմ, դու գնա և դու քո բերանը բաց, Տերը կլցնի, հալելույա, մենք պետք է վստահենք Տիրոջը, մենք պետք է վստահենք նրա զորությանը, նրա կարողությանը, սիրելիս, Աստված սերմա տալիս սերմ ցանողին, ամեն, շատ ժամանակ մենք մտածում ենք ու ասում ենք Տեր, որն է իմ կոչումը, շատ քրիստոնյաների սենց ամենատարածված հարցերից է, որն է Տեր իմ կոչումը, ինչի համար ես ինձ կանչե, ինչ պիտի անեմ քո համար, և այսպես տարիներով հավատացյալներ կան, որ հանդիպում ես, իրանք դեռ աղոթում են իրանց կոչման համար, որ Աստված գա և հայտնի և ցույց տա ով են իրանք, ինչ պիտի անեն, սա նույնպես գալիս է նրանից, որ մենք կարդացել ենք հին կտակարանից պատմություններ, Մովսեսի պատմությունը, Աբրահամինը, Դավիթինը, հա, ինչպես Աստված հայտնվում էր նրանց և ասում էր, որ ես քեզ կանչում եմ օրինակ իմ ժողովրդին ազատագրելու, մյուսին ասեց ես քեզ օծում եմ իմ ազգի վրա թագավոր, Աբրահամին ասեց դու արի իմ հետևից ես քեզ մեծ ազգ կշինեմ, Հովսեփին ասեց դու մի օր իշխան կլինես
ժողովուրդների վրա, այսինքն 5 տակարանում այո Աստված այսպես գործում էր եւ շատ ժամանակ գալիս էր եւ հայտնում էր կոչումը այն ինչ որ պիտի անեն մարդիկ կամ Գեդեոնին եկավ ու ասեց ես քեզ կանչում եմ որպիսի դու գնաս եւ իմ ազգին եւ ազատագրես որպիսի դու պատերազմես թշնամի ազգի հետ եւ դու հզոր զինվոր ես լինելու հերոս ես դառնալու ես եմ քեզ օծել եւ մենք կարդալով ու գիտենալով այս պատմությունները շատ ժամանակ մենք էլ մեր քրիստոնեական կյանքում նստած տարիներով սպասում ենք, որ Աստված պիտի հայտնվի եւ մեզ ինչ որ բան ասի, որ գիտես ես քեզ կանչում եմ, այս ինչ բանը անելու։ Եվ շատ ժամանակ մենք կորցնում ենք տարիներ, սիրելիներ, կորցնում ենք մեր հոգեվոր կյանքից լուրջ ժամանակահատված, այդպես էլ սպասելով ու ոչինչ չանելով։ Աստված սերմը տալիս է սերմ ցանողին։ Գիտես, նոր կտակարանում Աստծո գործելավոճը շատ բաներում տարբերվում է հին կտակարանի գործելավոճից։ Որովհետև նոր կտակարանում Սուրբ Հոգին եկավ ամեն մեկիս վրա։ Հիսուսը ասեց ես գնում եմ եւ կուղարկեմ իմ հոգին ամեն մարմնի վրա։ Հիսուսը ուղարկեց ամեն մեկին Մատթեոս 28-րդ գլխում գնացեք եւ քարոզեք ավետարանը։ Սուրբ Հոգու պարգևները տրվում են ամեն մեկին, ամեն։ Այսինքն, եթե հին կտակարանում կային հատուկենտ մարդիկ, որոնք որ ընտրվում էին ինչ-որ միսիայի համար, նոր կտակարանում Աստված ուղարկում է բոլորին, իր բոլոր ժողովրդին։ Որովհետև եթե հին կտակարանում կային առանձին մարդիկ, ովքեր որ քահանաներ էին եւ թագավորներ էին եւ օծյալներ էին, բայց նոր կտակարանում Աստծո խոսքը ասում է, որ բոլորդ եք քահանաներ եւ թագավորներ։ Դուք քահանայական եւ թագավորական ցեղ եք։ Ամեն։ Եվ օծությունը բոլորիս վրա է արդեն, որտեղ օծությունը դա Սուրբ Հոգին է։ Եվ այդ օծությունը եկել է ամեն մարմնի վրա, ամեն հավատացողի վրա։ Հալելույա։ Եվ պարգևները նույնպես գալիս են ամեն մարդու մեջ։ Իհարկե պարգևները տարբեր են, զանազան են, բայց գալիս են ամեն մարդու մեջ։ Այո, կա նույնպես նոր կտակարանում կոնկրետ գործողություններ, կոնկրետ ծառայություններ, որ Աստված կանչում է մեզ, կանչում է տարբեր մարդկանց։ Բայց գիտեք, շատ անգամ Աստված քեզ կբերի քո կոչումի մեջ փուլ առ փուլ։ Աստված կբերի քո այնտեղ որտեղ որ դու լինես, էտապ, փուլ առ փուլ, եւ Տերը ուզում է ուղղակի որպիսի դու սկսես ցանել, որպիսի առակած գիրքը ասում է այն ինչ որ քո ձեռքը կարա անի քո ուժով արա։ Այն ինչ որ քո ձեռքը կարա անի քո ուժով արա։ Այսինքն մի սպասի տարիներով սիրելիս, որ Աստված գա քեզ ինչ-որ բան ասի եւ նոր դու սկսես շարժվել։ Շարժվի եւ Տերը կտա սերմերը, շարժվի եւ Տերը կտա հայտնությունը, շարժվի եւ փուլ առ փուլ Աստված քեզ կբերի եւ կառաջնորդի այնտեղ, որտեղ որ դու պիտի լինես։ Ամեն։ Գիտես, անգամ Դավիթին, երբ որ Աստված եկավ Եվ մարգարեին ուղարկեց, ասեց գնա օծի յուղը լցրու գլխին եւ ասա, որ ես քեզ ընտրել եմ որպես թագավորը, Դավիթին եկավ մարգարեն օծեց, այդ ամեն գործողությունները արեց գնաց, եւ կարճ ժամանակ հետո Դավիթին կանչեց Սավուղը, թագավորը, որպիսի թագավորի պալատում քնար նվագի։ Ինչ որ ժամանակ քնար էր նվագում թագավորի պալատում։ Հետո ինչ որ ժամանակ օգնում էր թագավորի զինվորներին։ Հետո անցավ ինչ որ ժամանակ դարձավ զինվորներից մեկը։ Հետո դարձավ հրամանատարը։ Հետո դարձավ ամբողջ զորքերի գլուխը Սավուղի։ Եվ հետո եկավ ժամանակ, որ իսկապես Դավիթը դարձավ այն թագավորը, որի մասին որ մարգարեն խոսել էր։ Բայց պատկերացնում եք, մինչև որ Դավիթը հասավ այնտեղ, որտեղ որ Աստված իրան ուզում էր, Դավիթը անցավ տարբեր էտապներով, փուլերով, ծառայություններով։ Ամեն։ Եվ գիտես, ամեն այս էտապների մեջ Աստված օգտագործում էր նրան եւ նույնպես կերտում էր նրա սիրտը, պատրաստում էր նրա սիրտը ընտեղի համար, որտեղ որ ինքը պետքա լինի։ Գիտես, Դավիթը կարող էր ասել, երբ որ Սավուղը կանչեց քնար նվագելու թագավորի պալատում,
պատկերացնում եք, Աստված գալիս է ասում է, ես քեզ ընտրում եմ, որ դու Իսրայելի թագավորը պիտի լինես, որտեվ Սավուղին մերժել եմ, բայց դու իմ սրտի համեմատ մարդ ես, եւ մի քանի օր հետո այդ մերժված Սավուղը քեզ կանչում է, որպեսզի գնաս թագավորի պալատում որպես երաժիշտ աշխատես։ Երբ որ Աստված քեզ ասել է դու ես թագավորը, եւ Դավիթը կարար մտածեր ու ասեր ոնց որ ինչ որ թուրիմացություն ա եղել, որովհետեւ մարգարեն ինձ թագավոր ասեց, ես չլսեցի երաժիշտ բառը, ես թագավոր բառը լսեցի, նա ինձ օծեց որպես թագավոր, ոչ թե որպես երաժիշտ։ Բայց դա այն փուլերն էին, որով որ Դավիթը պիտի անցներ, որպեսզի հասներ այնտեղ, որտեղ որ պիտի հասներ։ Ամեն։ Աստված սերմը տալիս է սերմ ցանողին։ Պատկերացրեք, որ Դավիթը մերժեր այդ ամեն ինչը եւ նստեր իր տեղը ու ասեր, չէ, Աստված ինձ թագավոր է ասել, մինչեւ չգաք ինձ թագավորի առաջարկով, մինչեւ դուք թագավոր չդնեք ինձ, ես տեղիցս չեմ շարժվելու։ Նույն բանը եղավ Հովսեփի հետ։ Աստված երազով ցույց տվեց, երբ որ պատանի էր, որ դու պետքա բարձրանաս շատ, ես քեզ պիտի բարձրացնեմ, դու պիտի իշխան լինես, դու պիտի իշխես շատ ազգերի վրա, բայց գիտես, նախքան այդ կետին հասնելը Հովսեփը անցավ շատ տարբեր էտապներով, փուլերով, դժվարություններով, փորձություններով, գին վճարեց շատ բաների համար, իր սիրտը Աստված փոխեց, պատրաստեց, կերտեց, սիրելիս, եւ ի վերջո հասավ այնտեղ, որտեղ որ Աստված ուզում էր իրեն տեսներ։ Ամեն։ Գիտես, երբ որ դու սիրտ ունես, ցանողի սիրտ ունես, սերմնացանի սիրտ ունես, այսինքն նվիրվելու, ծառայելու, գործելու, շարժվելու, անպայման սիրելիս, անգամ եթե Աստված չգա էլ եւ քեզ չասի, գիտես, ես քեզ կանչում եմ այս ինչ գործ անելու, բայց փուլ առ փուլ Աստված քեզ առաջնորդելու է այնտեղ, որտեղ որ նա քեզ ուզում է տեսնի, որովհետև քչի մեջ հավատարիմը Աստված ավելի մեծ բաներ է վստահում։ Ամեն։ Քչի մեջ հավատարիմ լինողին Աստված ավելի մեծ բաներ է վստահում։ Հալելույա։ Երբեք մի նայիր քո փոքր հնարավորություններին, քո փոքր կարողություններին, երբեք մի սպասի ինչ որ մեծ բաների, որ նոր սկսես շարժվել, սիրելիս։ Սա Աստծո արքայության սկզբունքն է։ Աստված միշտ օգտագործում է փոքր բաները իր փառքը ցույց տալու համար։ Դու ուղակի ցանի, դու ուղակի սովորի ցանել, եղիր ցանող, ունեցիր ցանող սրտի դիրք Աստծո դաշտի մեջ, Աստծո արքայության մեջ։ Եվ երբ որ Աստված տեսնի, որ դու ցանող մարդ ես, նա քեզ կտա պարգևները, նա քեզ կտա հնարավորությունները, նա քեզ կտա կարողությունը, նա քեզ կտա օծությունը, նա քեզ կտա համարձակությունը, նա քեզ կտա այն ինչ որ պետք է ցանելու համար։ Հա, նա քեզ կտա այդ բոլոր սերմերը, որովհետև նա տեսնում է, որ դու ցանող մարդ ես, որ դու շարժվող մարդ ես։ Ամեն։ Աստված քեզ կսպառազինի, Աստված քեզ կզորացնի։ Պողոս առաքյալը ասում է, երբ որ տկար եմ, այն ժամանակ եմ հենց զորավոր, որովհետև Աստծո շնորհքը երևում է իմ տկարության մեջ, Աստծո փառքը երևում է իմ տկարության մեջ։ Հալելույա։ Հալելույա։ Երբ որ դու ցանող սիրտ ունես, անպայման սիրելիս, քո մտքից վեր, քո ուժերից վեր, գիտեք, շատ անգամներ, տարբեր տեղեր, տարբեր միջավայրեր, տարբեր դեպքեր եղել է, որ պետքա մտնես, պետքա ուղղակի ինչ-որ մի ձև հոգևոր մի բան անես, ծառայություն անես կամ Աստծուն ցույց տաս եւ նայում ես քեզ ու ասում ես, բայց էսի անհնարի ժանրից է, ես չեմ կարա, չի ստացվի։ Հա, դու սկսում ես նայել քեզ եւ հասկանում ես, որ մի քիչ էլ միգուցե տկար ես այդ պահին, մի քիչ էլ միգուցե
այդ ժամանակահատվածում աղոթքիդ կյանքն ա թույլ, մի քիչ էլ միգուցե հոգևոր չոր ես քեզ զգում, բայց երբ որ դու քայլերը սկսում ես անել, երբ որ դու որոշում ես ցանել, Աստված զորացնում է, Աստված առաջնորդում է, Աստված իր փառքը հայտնում է։ Ամեն։ Հալելույա։ Տերը ուզում է կենթանի եկեղեցի, սիրելիներ, որովհետև մենք այտենց էլ կոչված ենք։ Աստված մեզ դրել է որպես կենթանի եկեղեցի։ Աստված իր եկեղեցին անվանում է կենթանի քարեր, կենթանի մարմին, գործող մարմին, ամեն։ Մենք այստեղ չենք ամեն կիրակի մի բան էլ ավել իմանալու, թեև դա բարի է, դա վնաս չի, երբ որ մենք ավել բաներ ենք սովորում, բայց մենք այստեղ ենք ավելի շատ մարզվելու, ավելի շատ լցվելու։ Եթե ինձ մնար, միգուցե ամբողջ ծառայությունը երկրպագություն կանեի, որովհետև շատ անգամներ, ինչի համար եմ ես շատ անգամ բարձրանում եւ մի քանի րոպե շարունակում երկրպագել։ Իրականում, որովհետև դա ինձ պետք է։ Եթե ես չլցվեմ, չերկրպագեմ, ես չեմ կարողանա քարոզեմ մնենց ոնց որ պետք է։ Ես միգուցե ինձանից, իմ մտքից, իմ մարմնից, իմ պաշարից, հա, որ ներսումս կա ինչ որ բաներ կասեմ, բայց ինձ պետք է հոգով լցված լինեմ, որպեսզի Սուրբ Հոգու այդ դիրքից քարոզեմ, Սուրբ Հոգու ներկայության միջից կարողանամ քարոզեմ, որպեսզի խոսքը քո կյանքի, քո սրտի մեջ հետք թողնի, որպեսզի խոսքը ազդեցություն թողնի քո կյանքի մեջ։ Գիտես, շատ բաներ կա, որ ես չեմ էլ պատրաստվել, չեմ էլ մտածել, բայց բարձանում ես եւ Սուրբ Հոգին սկսում է տալ, եւ երբ որ ծառայությունից հետո շատերը մոտենում եւ ասում են, այն ինչ որ դու ասեցիր ինձ համար էր կամ հաստատություն էր կամ սենց կամ նենց, ես հասկանում եմ, ես գիտեմ դա ով է։ Ես գիտեմ, որ ես ինձանից շատ քիչ եմ, որ ինչ որ բաներ ասեմ եւ քո սրտին կպնի, բայց ես գիտեմ, որ այն հոգին, որ առաջնորդում է, նա է, որ փոխում է քո կյանքը, եւ դրա համար ինձ պետք է լինել այդ հոգու ներկայության մեջ, որպեսզի ես բան ունենամ քեզ փոխանցելու։ Ամեն։ Enoch, est-ce que tu peux venir, mon frère? Hallelujah. Զգում եք Աստծո ներկայությունը, ժողովուրդ։ Հալելույա։ Ինչքան բացվում ու թույլ ես տալիս, Սուրբ Հոգին քեզ լցնում է։ Ինքը սահմաններ չունի, բաց սիրտդ կմտնեմ եւ ընթրիք կանենք։ Ինքը սահմաններ չունի։ Ինչքան որ կյանքդ ու սիրտդ բացես, ինքը քեզ լցնում է։ Եվ գիտես, իր ներկայությունը ամենալավ տեղն է, ամենալավ պահն է։ Կապ չունի դու ինչերով ես, ինչա քո շուրջը կատարվում։ Կապ չունի ինչա երևացող դաշտում կատարվում, անգամ կապ չունի ինչա քո ներսում կատարվում։ Երբ որ գալիս է Տիրոջ ներկայությունը, ամեն բան փոխվում է։ Ամեն։ Երբ որ գալիս է Տիրոջ ներկայությունը, ամեն բան փոխվում է։ Տիրոջ ուրախությունն է գալիս քո մեջ, նրա խաղաղությունն է գալիս։ Շատ հարցերի դու ոչ թե պարտության աչքերով ես սկսում նայել, շարունակում նայել, այլ հաղթության աչքերով ես շարունակում նայել։ Սուրբ Հոգին իր մեջ ունի հաղթական միտք, հաղթական ներկայություն։ Հիսուսը նախքան Գեթսեմանի աղոթքը գրված է, որ տագնապած էր, մեծ տագնապ կար։ Եվ անգամ խնդրեց հորը եւ ասեց, եթե կարելի է այս բաժակը հեռացրու, այս տանջանքը հեռացրու, այս ճանապարհը հեռացրու, Տեր, եթե ուրիշ մեթոդ կա, ուրիշ ձև կա, այս փրկության հարցը լուծելու, եթե կարող ես հեռացրու, որովհետեւ գիտեր ինչ է սպասվում Գողգոթայում, գիտեր ինչ է սպասվում իրան խաչի վրա։ Դա ոչ թե միայն ֆիզիկական ցավերն էին,
այլ դա այն բոլոր մեղքերի բեռն էր, որ ինքը պիտի կրեր խաչի վրա։ Եվ դա մի հատ մեծ, այսպես տառապանք էր, որ ինքը պետք է հաղթահարեր։ Եվ գրված է, որ մեծ տագնապ կար նրա ներսում։ Բայց ինչ արեց, գնաց նրա Աստծո ներկայության մեջ, գնաց հոր ներկայության մեջ եւ 1 ժամ աղոթեց, հետ եկավ, տեսավ քնած են աշակերտները, նորից գնաց, 1 ժամ աղոթեց, նորից եկավ, 3-րդ անգամ 1 ժամ աղոթեց, երբ որ 3-րդ անգամ եկավ, ասեց վեր կացեք, գնացինք, այս աշխարհի իշխանը գալիս է, բայց իմ վրա ոչ մի բան չունի, իմ մեջ ոչ մի բան չունի։ Երբ որ Հիսուսը մտավ հոգու ներկայության մեջ, երբ որ մտավ Տիրոջ ներկայության մեջ, մենք տեսնում ենք, որ ժամեր հետո, 3 ժամ հետո եւ 3 ժամ առաջ Հիսուսի տարբերությունը, նա կարող էր ուղիղ աչքերով նայել Գողգոթային, նայել այդ տառապանքին, նայել այդ ճանապարհին, բայց նրա ներսում արդեն հաղթանակ կար։ Նա դեռ չէր խաչվել, բայց նրա ներսում արդեն հաղթանակ կար, նա հաղթության աչքերով էր նայում այդ երևույթին։ Ամեն։ Գիտես, շատ կարևոր է հենց այդ հոգու լեցունությունը։ Ես միգուցե մի քիչ շեղվել եմ հիմա իմ թեմայից, բայց Սուրբ Հոգին առաջնորդում է սրան։ Շատ կարևոր է հոգու լեցունությունը։ Երբ որ հոգով լցված ես, այո, դու իրավիճակներ կա, երևույթներ կա, խնդիրներ կա, պրոբլեմներ կա, գողիաթներ ու սարեր կան, որ դու ուրիշ աչքերով ես սկսում նայել, ուրիշ մտքով ես սկսում նայել, դու հաղթական մտքով ես նայում այդ ամենին, այդ ամենը էլ քեզ չի վախացնում, ինչպես որ Դավիթը կանգնեց Գողիաթի առաջ և ամբողջ ժողովուրդը վախեցած էր Գողիաթից, սարսափած էր, բայց Դավիթը հոր ներկայության միջից էր խոսում, հոգու ներկայության միջից էր խոսում։ Միգուցե դրանից առաջ մի հատ մարգարեական սաղմոս էր գրել, միգուցե 23 սաղմոսն էր դրանից առաջ գրել։ Մահվան շուքի ձորով անցնեմ, դու ինձ հետ ես, դու սեղան ես պատրաստում իմ թշնամիների առաջ ինձ համար։ Քո ցուպն ու գավազանը ինձ հետ է, դու ինձ տանում ես խաղաղության ջրերի մոտ, կանաչ արոտավայրերի մեջ։ Միգուցե այդ սաղմոսն էր մարգարեաբար Սուրբ Հոգով լցված ասե, եւ ամբողջ զորքը վախեցած, սարսափած էր, ընկճված էր, բայց Դավիթը կանգնած նայելով նույն Գողիաթին, առանց մարդկային զենքերի, առանց ոչ մի բանի, նրա ներսից մի հատ ուրիշ հայացք կար, հաղթական հայացք, դու գալիս ես իմ առջև էս բաներով, բայց ինձ վրա ոչ մի իշխանություն չունես։ Սովորիր գնալ հոգու ներկայության մեջ, հենց այնպես չի, որ մենք կարևորում ենք մեր եկեղեցում երկրպագություն, Աստծո երեսը փնտրելը, մենք չենք ուզում անել բաներ անելու համար, սիրելիներ, այլ մենք ուզում ենք նրա ներկայությունը, երբ որ գալիս է նրա ներկայությունը, ամեն բան փոխվում է, ամեն վախերդ քեզ բաց են թողնում, այն ինչ որ քեզ ճնշում է, քեզ բաց է թողնում, տագնապներդ փախնում են, քո ներսի խավարը ցրվում է, քո կապանքները քեզ բաց են թողնում, փնտրի Տիրոջ ներկայությունը, Հիսուսը մեզ սովորացնում է ամեն ժամանակ քո բոլոր խնդիրների, ճգնաժամերի, դժվարությունների մեջ գնալ նրա ներկայության մեջ, գնա Տիրոջ ներկայության մեջ, գիտես, աշխարհը սովորացնում է մարդկանց խնդիրների ժամանակ գնալ ալկոհոլի մեջ, խնդիրների ժամանակ գնալ թմրադեղերի մեջ, խնդիրների ժամանակ գնալ ինչ-որ ուրիշ վայրեր, բայց Աստծո հոգին, Աստծո խոսքը, Հիսուսը մեզ սովորացնում է դժվարությունների ժամանակ գնալ հոր ներկայության մեջ, գնալ հոր գիրկը, որովհետև այնտեղ հաղթանակներ կան մեզ համար, ամեն, այնտեղ բժշկություններ կան մեզ համար, այնտեղ նորոգություններ կան մեզ համար, հալելույա, հալելույա, սովորիր ուղղակի, ես գիտեմ, որ երբեմն դա դժվար է, երբեմն գիտես տեսարանները այնքան բարդ են երևում, որ քո հավատքն է
կոտրվում, քո հույսն է կոտրվում, եւ այն ինչ որ խոսում եմ, ես գիտեմ ինչ եմ ասում, սիրելիս։ Ես չեմ քարոզում ուղակի թեորիաներ, ես քարոզում եմ այն ինչ որ ինքս ապրել եմ, ապրում եմ։ Բայց գիտես, ամենածանր իրավիճակների մեջ սովորիր գնալ նրա ներկայության մեջ։ Ստիպիր քեզ գնալ նրա ներկայության մեջ։ Որովհետև ընդեղ է բժշկությունը, ընդեղ է բժշկության աղբյուրը, ընդեղ է քո հաղթանակները։ Եթե դու հոգևոր ոլորտի մեջ հաղթանակներ չունենաս, ընդհանրապես բոլոր հաղթանակները նախ եւ առաջ կերտվում են հոգևոր դաշտի մեջ, հետո նոր դառնում են ֆիզիկական։ Ամեն բան սկզբում հոգևորի մեջ է տեղի ունենում, հետո նոր ֆիզիկականի մեջ։ Եթե դու Աստծո ներկայության մեջ չսովորես հաղթանակներ կերտել, դու ֆիզիկապես հաղթանակները չես տեսնի տենց էլ քո կյանքի մեջ։ Այն ինչ որ երկնքում կապեք, երկրի վրա կապված կլինի։ Սովորիր երկնքում հոգևոր դաշտի մեջ բաներ կապել եւ բաներ արձակել։ Սովորիր հաղթանակներ վերցնել հոգևոր դաշտի մեջ։ Շատ ֆիզիկական երևույթներ հոգևորի արտացոլանքն են, հոգևորի հետևանքն են։ Մեր կյանքում շատ թե պարտություններ, թե հաղթություններ հոգևորի հետևանքն են։ Սովորիր գնալ հոր ներկայության մեջ, Աստծո գիրկը եւ այնտեղ հաղթանակները քո նվաճել, հաղթանակները ձեռք բերել։ Եվ այն բոլոր հաղթանակները, որ ձեռք կբերես, ֆիզիկականի մեջ դա կտեսնես կարճ ժամանակ հետո։ Երբ որ Եղիան աղոթում էր քարանձավում, գլուխը ոտքերի արանքը մցրած աղոթում էր, որպիսի անձրև լինի, ուղարկում էր ծառային, ծառան գալիս ասում էր ոչ մի բան չեմ տեսնում, երկինքը կապույտ է, բայց Եղիան շարունակում էր աղոթել, նորից էր ուղարկում ծառային, գնա եւ տես ինչ ես տեսնում, նորից գալիս էր եւ ասում էր երկինքը կապույտ է։ Եվ այդպես 7 անգամ ուղարկեց ծառային, 7-րդ անգամ եկավ ծառան ու ասեց մի փոքր ձեռքի ամպի չափ մի բան եմ տեսնում, ձեռքի բռունցքի չափով մի ամպ եմ տեսնում երկնքում։ Եվ այդտեղ Եղիան հանգստացավ, վсё, ասեց հաղթել ենք, կարճ ժամանակ, ասեց գնա թագավորին ասա, կարճ ժամանակ հետո անձրև է գալու։ Գնա ասա թող պատրաստվի, որտեվ հորդառատ անձրև է գալու։ Եղիան հասկացավ, որ հոգևորի մեջ այդ հարցը լուծեց, հոգևորի մեջ այդ հաղթանակը տարավ, Աստծո ներկայության մեջ այդ հաղթանակը ինքը տարավ, եւ իր համար շատ պարզ էր արդեն, որ ֆիզիկականի մեջ կարճ ժամանակ հետո դա տեղի է ունենալու։ Սովորիր քո հաղթանակները վերցնել հոգևորի մեջ։ Սովորիր գնալ հոգևոր դաշտի մեջ, Աստված քեզ տվել է իշխանություն։ Երեմիային Աստված գալիս է եւ առաջին գլխում ասում է. ես քեզ տվել եմ իշխանություն Տեսեք, ասում է Տերը մեկնեց իր ձեռքը եւ հպվեց իմ բերանին եւ Տերը ասեց ինձ. ահա ես իմ խոսքերը քո բերանում դրի, տես, ես քեզ այսօր ազգերի վրա եւ թագավորների վրա նշանակեցի, որ խլես, պոկես, փչացնես ու կորցնես, հետո ասում է, որ շինես եւ տնկես։ Գիտես, ազգերը եւ թագավորությունները ովքեր են, դա դիվային աշխարհի զորություններն են։ Եվ Աստված ասում է, ես քեզ տվեցի իշխանությունը, որ դու պոկես, խլես, քանդես, այն ինչ որ չարից է, բայց հետո տնկես եւ կառուցես այն ինչ որ ինձանից է։ Ամեն։ Քո խոսքերի մեջ կա զորություն։ Եթե դու վերստին ծնված ես, դու ունես իշխանություն հոգևոր աշխարհի մեջ, սիրելիս։ Նրանք, ովքեր որ հավատացին, իշխանություն տրվեց Աստծո որդիներ կոչվելու։ Սովորիր հոգևորի մեջ բաներ կապել եւ բաներ արձակել։ Հոգևորի մեջ բաներ քանդել եւ բաներ սերմել ու կառուցել։ Եվ կարճ ժամանակ հետո դու կտեսնես դա ֆիզիկական քո կյանքի մեջ։ Ամեն։ Եկեք կանգնենք աղոթքի։
Հալելույա։ Ես չգիտեմ ինչ բաներ կա, որ միգուցե քեզ դու հասկանում ես, որ դա Աստծուց չի, քո շուրջը, կամ քո կյանքի մեջ։ Դու տեսնում ես երևույթները, դու տեսնում ես կարիքները, խնդիրները, գողիաթները, սարերը բարձացած եւ հասկանում ես, որ դա Աստծո կամքը չի, որտեվ Աստծո կամքը բարի, հաճելի է եւ կատարյալ է։ Եվ դու հասկանում ես, որ ամեն կատարյալ տուրք եւ ամեն բարի պարգև վերևից է ու լույսի հորից է, եւ որ Աստված չար բան չի տալիս եւ չար բաներով չի փորձում։ Եվ դու հասկանում ես, որ այն բաները, որ կան, չար բաները, դրանք Տիրոջից չեն, նրանից չեն։ Եվ հիմա ժամանակն է, որ դու սովորես գնալ Հոր ներկայության մեջ։ Հիսուսը ամենատագնապած պահին գնում էր Հոր ներկայության մեջ։ Ընդհանրապես Հիսուսին հաճախակի տեսնում ենք, որ ասվում է առանձնացավ աղոթելու, բարձացավ սարը աղոթելու, ամբողջ գիշեր անցկացրեց աղոթքի մեջ։ Միգուցե դու ամբողջ գիշեր չես կարողանում անցկացնել աղոթքի մեջ, սիրելիս, դրանում չի միտքը, միտքը նրանում է, որ դու սովորես գնալ Հոր ներկայության մեջ, որ դու սովորես քո հարցերը լուծել Հոր ներկայության մեջ, թշնամուտ հարցերը լուծել քո Հոր ներկայության մեջ։ Ամեն։ Հալելույա։ Հալելույա։ Նրա ներկայության մեջ կյանք կա, սիրելիս։ Նրա ներկայության մեջ կյանք կա, ուղղակի մնա, ուղղակի միտքդ կենտրոնացրու նրա վրա, ուղղակի մնա մի րոպե, մի ինչ-որ պահ նրա ներկայության մեջ։ Անգամ եթե ոչ մի բան ներսումդ չկա ասելու, անգամ եթե ներսումդ ոչինչ չի գալիս, ուղղակի լուր գիտակցիր, որ հիմա նրա ներկայության մեջ ես դու։ Գիտակցիր, որ Տիրոջ ամպը ծածկել է քեզ հիմա։ Տիրոջ հոգին լցնում է քեզ հիմա։ Կարող ես լուր կանգնել նրա առաջ, լուր կանգնել նրա մեջ։
Քո երկինքը իջնի Տեր, քո երկինքը իջնի Տեր, քո երկինքը իջնի Տեր, Սուրբ ես, Սուրբ ես Տեր, Սուրբ ես, Զորը մեծամեծ գործեր է անում, Զորը մեծամեծ, Զորը մեծամեծ, Զորը մեծամեծ գործեր է անում, Զորը մեծամեծ, Զորը մեծամեծ, Զորը մեծամեծ Գործեր է անում, Զորը մեծամեծ, Զորը մեծամեծ, Զորը մեծ հռչակիր Տիրոջ առաջ ասա, հալելույա, Զորը մեծամեծ, ասա, Զորը մեծամեծ, Զորը մեծամեծ Գործեր է անում, Զորը մեծամեծ, Զորը մեծամեծ, Զորը մեծամեծ Գործեր է անում, մեր Տեր, Զորը մեծամեծ, Զորը մեծամեծ, Զորը մեծամեծ Գործեր է անում, միայն դու, Զորը մեծամեծ, Զորը մեծամեծ, Զորը մեծամեծ Գործեր է անում, ձեռքը դիր քեզ վրա ասա իմ կյանքում, Զորը մեծամեծ, Զորը մեծամեծ, Զորը մեծամեծ Գործեր է անում, հալելույա իմ ընտանիքում, միայն դու, Զորը մեծամեծ Գործեր է անում, ասա իմ եկեղեցում, Զորը մեծամեծ, Զորը մեծամեծ, Զորը մեծամեծ Գործեր է անում իմ ֆինանսների մեջ, Զորը մեծամեծ, Զորը մեծամեծ, Զորը մեծամեծ Գործեր է անում իմ փոխհարաբերություններում, Զորը մեծամեծ, Զորը մեծամեծ, Զորը մեծամեծ Գործեր է անում իմ քաղաքում,
Հսորը մեծամեծ, հսորը մեծամեծ, հսորը մեծամեծ, գործեր է անում, հսորը մեծամեծ, հսորը մեծամեծ, հսորը մեծամեծ, գործեր է անում, հսորը մեծամեծ, հսորը հավատքով ասա վերջին անգամ, հսորը մեծամեծ, գործեր է անում, հալելույա, հիմա բարձրացրու քո աղաղակը, քո փառաբանության ձայնը, քո ծափերը, հալելույա, փառքես Տեր, փառքես Տեր, փառքես Հայր, հալելույա, քո մեծամեծ գործերի համար, շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք Տեր, հալելույա, փառքես Տեր, ամեն, հալելույա